Խաղացուն սիրելի քրիստոնյա եղիր օրհնված։ Եփեսացիների 6-րդ գլուխ մի հրաշալի տեղից մի տեղ կարդանք մի միտք, մի լավ հայտնություն։ Ասում է այսուհետև եղբայրը զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինի սատանայի հնարքին հակառակ կենալ։ Որտեղ մեր պատերազմը արունի եւ մանրի հետ չէ, այս աշխարհի պետությունների հետ է, խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգների հետ է, որ երկնավորների մեջ են։ Սրա համար Աստծո սպառազինությունը առեք, որ հակառակ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում եւ ամենը կատարելով հաստատ կանգնել։ Փառք քեզ Տեր։ Այսուհետ թե մինչև այսօր ինչ ձև ես վարվե, ինչ ես արե, Տերը քեզ օրհնա, բայց ասում է այսուհետ սրանից հետո սկսա եղբայրը զորանալ Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագի, որ կարող լինի սատանային հակառակ կենալ։ Հաջորդ խոսքում 13 խոսքում ասում է Աստծո սպառազինությունը առեք, միտեղ ասում է հագեք, միտեղ ասում է առեք, այսինքն որպեսի Աստծո սպառազինությունը հագնենք, պետք է Աստծո սպառազինությունը սկզբից առնենք, որպեսի հագնենք։ Առնելու համար ի՞նչ է պետք։ Գին է պետք վճարել։ Ինչ գին։ Քո մարդկային արժեքները, քո մարդկային եսը, մարմնավորը, հպարտությունը, ինչը որ հակառակվում է Աստծո սուրբ հոգուն, բոլորը վայր տիր։ Խաչին գամա, խաչափայտին գամա, որպիսի կարողանաս առնես, գնես սպառազինությունը, նոր հետո հագնես, որպիսի կարողանաս հակառակվես։ Աստծո սպառազինությունը հենց այնպես չես կարա հագնես։ Աստծո սպառազինությունը Հայր Աստված է տալիս քեզ։ Համաձայն նրա, թե որ դու որքանով ինքդ քեզ խաչես, որ առնես, հետո նոր հագնես։ Տերը օրհնա քեզ, եղի օրհնված, այսքանը։ Տիրոջ շնորհքը, փառքը, զորությունը, օծությունը, առաջնորդությունը թողա քո կյանքի մեջ, սուրբ ոգու զորությունը, կրակի մկրտությունն ու փառքը թող քո կյանքը առաջնորդա, սպառազինվիր, առ եւ հետո հագնես։ Տերը օրհնա, եղեք բժշկված, եղեք զորավոր, քայլեք օծերու կարիքների վրա առանց վախենալու, քանի որ պատերազմը հոգևոր է, խավարի ուժերի դեմ է, սրբությունով, բարությունով հաղթիր խավարին ու չարին, ամեն։ Տերը օրհնա, լավ մնացեք ժողովուրդ ջան։ Շատ սիրում, շատ օրհնում եմ։